Եվ այսպես կաթողիկոսի հեռացումից հետո հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի կետերից մեկն է, որ եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադառնա հոգևորականի բարեվարկության կանոններին եւ դրանց պահպանման երաշխիքներին։ Այս մասին Facebook-յան տեսաուղերձով հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է դա կարևոր։ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման իմ առաջարկած ճանապարհային քարտեզի երկրորդ A կետը նրա մասին է, որ եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադարձ ունենա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականի բարեվարկության կանոններին եւ դրանց պահպանման երաշխիքներին։ Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ այսօր ըստ էության Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի բարեվարկության կանոններ գոյություն չունեն, այսինքն մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի հոգևորականը իր ամենօրյա գործունեության եւ կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։ Ընդ որում խոսքը վերաբերվում է թե ամուսնացյալ, թե կուսակրոն քահանաներին, ընդ որում ես կարծում եմ, որ նաև եպիսկոպոսած դասը, հոգևոր դասը պետք է քննարկի եւ որոշման գա մի հարցում արդյոք պահպանվում է կուսակրոնության ինստիտուտը, թե չի պահպանվում։ Եթե պահպանվում է արդյոք դա բացարձակ պայման է, պարտադիր պայման է եպիսկոպոս լինելու համար, թե կարող են լինել ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ եպիսկոպոսներ։ Բացի սրանից, եթե կուսակրոնության ինստիտուտը պահպանվում է, պետք է նաև հստակ պարզաբանվի, իսկ թե ինչ է դա նշանակում, որովհետև հիմա վերջին ամիսներին մենք հասկանում ենք, որ զանազան մեկնաբանություններ անելու փորձեր կան եւ պետք է հարցերին շատ հստակ պատասխան ունենալ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս հարցերը հոգևոր դասը պետք է ինքը քննարկի եւ որոշի։ Այստեղ խնդիրն այն է, որ ինչ էլ քննարկի եւ որոշի, այդ կանոնները պետք է հրապարակվեն եւ հանրությանը հասանելի լինեն եւ երկրորդը պետք է նաեւ մեխանիզմներ լինեն բարեվարկության այդ կանոնները պահպանելու, դրանց հետևելու։ Պետք է հստակ լինի, թե վարքականոնի, բարեվարկության որ կանոնի խախտումն է, որ բերում է հոգևոր ծառայության հետ անհամատեղելիության, որոնք են, որ կարող են ունենալ ավելի մեղմ հետևանքներ, եւ բացի դա հանրությունն էլ պետք է իմանա, թե որևէ հոգևորականի բարեվարկության հետ կապված կոնկրետ խնդիրներ ունենալու դեպքում փաստեր ունենալու դեպքում որ մարմնում է, որ այդ փաստերը կարող է բարձրացնել եւ ստանալ հարցերի պատասխանները, ընդ որում սա վերաբերվում է թե անհատին, թե հանրությանը, որովհետեւ շատ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն։ Ուզում եմ հիշեցնել, ես այսպիսով մեկնաբանում էի իմ առաջարկած ճանապարհային քարտեզի երկրորդ A կետը, հաջորդիվ մյուս կետերին նույնպես կանդրադառնա։ Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է օրենքով սահմանված գործունեությունը։ Լրագրողների հետ զրույցում ծառայության փոխտնօրեն Եսայի Մկրտչյանն է անդրադարձել հարցին, թե արդյոք Հայաստանում կա մեկը, որն ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի, գնդապետի, գեներալի։ Նման հայտարարություն, հիշեցնեմ, ազգային ժողովի ամբիոնից արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատի ունենալով կաթողիկոսին։ Եսայի Մկրտչյանը չի պատասխանել հարցին, արդյոք կաթողիկոսի անունը զեղչել է մտնում է ԱԾ լիազորությունների մեջ։ Ըստ էության ձեր գործունեությունը շատ նման է մեր գործունեության, այսինքն մենք բոլորս կներեք, բայց ոչ մեկ։ Բայց ես ձեզ չէի ընդհատում, երբ որ դուք հարց եք տալիս։ Մենք բոլորս անում ենք մեր աշխատանքը եւ տեղեկատվություն ենք հավաքագրում տեղեկատվություն, որը օբյեկտիվ պետք է լինի եւ մաքսիմալ ճիշտ գնահատվի։ Բայց փաստորեն նոր գործառույթի մասին խոսեց վարչապետը, ասելով, որ գնում խնդրում է ԱԾ-ն, մենք չգիտենք, որ մենք հիմա
խոսում ենք մեր նոր գործառույթի մասին, այսինքն խոսում ենք ազգային անվտանգության ծառայությունում արտաքին հակահետախուզության մասին։ Եթե դրա շրջանակում խնդրեմ։ ԱԱԾ ունի գործառույթ հայ առաքելական եկեղեցու տարիներ շարունակ հնչող այդ պատարագի Ես էլ ձեզ հերթական անգամ պատասխանում եմ, եթե ներկայացված գործառույթների, ներկայացված օրինագծերի սահմաններում ունեք հարցեր, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Շարունակենք, սահմանին վիճակը հանգիստ է, տոներին ծառայությունն ավելի զգոն է, բայց պաշտպանության նախարարը չի կարծում, թե կարող է լարվածություն լինել։ Լրագրողների հետ զրույցում Սուրեն Պապիկյանն ասել է, որ հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, քամին, բուքը, այսօր զինված ուժերը այլ մտահոգություններ ունեն, օրինակ քամին ու բուքը։ Նախարարն ասել է, ամեն ինչ արվում է, որ բանակային դիրքեր տանող ճանապարհները մշտապես բաց լինեն։ Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է և պատրաստվում ենք ամանորին, այո, տոնական օրերին բնականաբար ծառայությունը ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, քամին, բուքը, այլ մտահոգություններ ունի այսօր զինված ուժերը և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված։ Այսինքն հիմա քամին ու բուքն է խնդիրը։ Այո, այո։ Ինչ է կանում, բայց ունեք այդպիսի տեղեր հիմա այսօր։ Այո, եթե Երևանում կամ մեր մարզերում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաեւ ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Իսկ եղանակի դեմ ո՞նց եք պայքարում այդ դեպքում։ Հետևողականությամբ մեր բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են եւ բանակային դիրքեր տանող ճանապարհները ամեն ինչ արվում է, որ մշտապես բաց լինեն։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է անդրադարձել Եվրամիության աջակցությանը։ Նրա կարծիքով իշխանությունը գումարն օգտագործելու է սեփական կարիքների համար, այդ թվում ընդդիմադիրների դեմ գործողությունների։ Դուրս է գալի, որ Հայաստանի իշխանությունները, համենայն դեպս նաև հերքումը չկա, Հայաստանի իշխանությունները այդ գումարները, այսպես ասած, քերում են Եվրոպայից սեփական կարիքների համար։ Այդ հիբրիդային պատերազմ ասելով իրենք այդ ամբողջ այդ նյութական ռեսուրսը գումարը օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պահարակելու, խարազանելու եւ մնացած այլ գործողությունների համար։ Այսինքն մինչեւ հիմա ինչ այդ կեղծ ապատեղեկատվությունը նաև շատ է խոսում ֆեյքերի պոակ կոչվածի մասին, այսինքն ամբողջ ռեսուրսը դրա վրա օգտագործվելու է եւ ամենավատը հենց դրանում է, որ այդ միջոցները օգտագործվելու է հենց դրա դեմ եւ արդեն եթե չեն հերքում, դուրս է գալիս, որ հաստատում են այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը կոնկրետ այս խնդրանքով դիմել է։ Ես ուզում եմ նաև սրբազան պայքարի ժամանակ դուք հիշեք, որ մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել, որ շատ մեծ միջոցներ է ուրեմն ուղղվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլախոհներին, հակառակ թևի մարդկանց, այսպես ասած տեղեկատվական այդ տերորի ենթարկելու գործընթացը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը վաղը կտեղափոխվի Իզմիր բուժկենտրոն, որտեղ պետք է վիրահատվի։ Այսօր նրա գործով դատական նիստը հետաձգվել է հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով։ Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք էին ներկայացրել առաջին Ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ եւ խնդրել ամբողջությամբ բեկանել վճիռը, կայացնել նոր դատական ակտ, ճանաչել եւ հռչակել անմեղությունը։ Դատավոր Էդգար Մանասյանը հայտարարել է, որ դատախազները հայտնել են, թե դատական նիստի օրվա եւ ժամի մասին ծանուցագիր չեն ստացել, ինչի պատճառով չեն ներկայացել։ Սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ բողոքը կքննարկվի 2026-ի հունվարի 13-ին ժամը 3-ին։ Այս տարվա ընթացքում բողոքի քննության անցկացումն անիրատեսական է, քանի որ պատկերացում չկա, թե Միքայել Սրբազանը երբ կապաքինվի եւ կկարողանա մասնակցել նիստին։ Նույնիսկ առանց ապացույցների գնահատման պետք է արդարացում տեղի ունենար եւ վերաքննիչ դատարանն այլ հնար չունի օրենքի իմաստով կամ բեկանելու դատական ակտը։ Իհարկե մենք հասկանում ենք այս գործով ինչա տեղի ունենում եւ իրավական գործընթացները կարող է հանկարծ այն հունով չթամ ոնց որ պետք են, բայց օրինակ ընդդատության կանոնի խախտումը, որ դատարանը Գյումրի
Շիրակի մարզենտանի Հայաստան դատարանի ենթակագործը քննել է Երևան քաղաքում։ Սա տեխնիկական է համարվում։ Սա բացարձակ տեխնիկական չի, այնքան տեխնիկական չի, որ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի հիմք կա, որոնց դեպքում պարտադիր բեկանման ենթակա է, օրենքում որ օրինակ եթե մնացածը գնահատման ենթակա են, սա գնահատման չի, այս փաստը կա, վերաքննիչը պարտավոր է բեկանի, այսինքն այդ աստիճանի կարևորությունը։ Վերաքննիչի կազմի մասով ինչ կարծիք ունեք։ Կազմի մասով Մասից Մելքոնյանը չէ, Եկեք այս պայն մենք դրա մասին կազմի մասով բան չասենք, որովհետև հաջորդ նիստերին մենք կոնկրետ կունենանք ասելիքներ եւ դուք կլսեք։ Դատախազությունը եւս բողոքարկել է, թե չէ։ Բողոքարկել է։ Ինչ է ուզում դատախազությունը։ Ասում են, որ 2 տարին քիչ է, 2.5 տարի է պետք, այստեղ ձեզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ օրենքը ասում է, այս հիմքով կարող է բեկանվել դատական ակտը, եթե ակնհայտ անարդար է։ Այսինքն 2 տարի թե 2.6, այսինքն 2 տարի 6 ամիս դատախազության կարծիքով 2 տարին ակտային անարդար է, ակնհայտ եւ պետք է 2 տարի 6 ամիս լինել։ Ակնհայտ է, չէ՞ որ այստեղ աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չուներ։ Եվ այսպես ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծն ու մի շարք այլ նախագծեր։ Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով։ Դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Նախագիծն ընդունվել է 65 կողմ, 4 դեմ եւ 20 ձեռնպահ ձայներով։ Նախարարը ելույթում մանրամասներ է հայտնել։ Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Հարգելի ազգային ժողով, օրենքի նախագծի վերաբերյալ ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել եւ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել։ Խնդրում եմ օրենքի նախագիծն ընդունել երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Շնորհակալ եմ։ Պաշտպանության նախարարությունը հերքել է զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Նայրա Գևորգյանի հայտարարությունը, թե իբր դեկտեմբերի 7-ից 8-ը Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել Հայաստանի զինված ուժերի կողմից։ Նայրա Գևորգյանը նաև ասել է, իբր վերադասի կողմից տրվել է չկրակել հրաման։ Արամ Թորոսյանը սոցցանցի էջում գրառմամբ արձագանքել է տարածվող ապատեղեկատվությանը։ Մեջբերում է զինված ուժերու մեղմ ասած անփառունակ ծառայության աչքի ընկած այնձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ։ Թորոսյանը կոչ անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրյանքների արտատպումից եւ չներքաշվել Հայաստանի շուրջ հիբրիդային սպառնալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացներում։ Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները եւս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունն ու կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը, գրել է մամուլի քարտուղարը։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն է արձագանքել Թեհրանից հնչող հայտարարություններին։ Հայկ Մամիջանյանն ասել է, որ իրենք խոսել են այդ մասին եւ ինչպես է ստացվում, որ բոլորն այս նախագիծը համարում են միջանցքային տրամաբանություն բացի վարչապետից։ Կուսակցության հայտարարությունում եւս այդ մասին գրված էր փաստաթղթի ստորագրումից օրեր անց, ասել է Մամիջանյանը։ Այստեղ կանգնած ասում էին, որ Իրանը երջանիկ է տրիփով։ Ուր են այդ հրաշքները, ԿՊ-ական պատգամավորները, գործադիրի անդամները, Փաշինյանը։ Քիչեր մնում ասեին Իրանն է այդ տրիփը առաջ բրթել, այնքան է Իրանին դուր եկե չեք պատկերացնում։ Բա դու պատասխանեն հիմա դրան։ Բա մենք խոսում էինք այդ խնդիրների մասին։ Բա եւս մեկ անգամ այդ ոնց է ստացվել, որ ամբողջ աշխարհը այս նախագիծը անվանում է միջանցքային տրամաբանություն, ստորագրելուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 10 վայրկյան ստորագրելուց հետո ամերիկյան փորձագետներ, եվրոպական փորձագետներ, ռուսական փորձագետներ, հայկական փորձագետներ, դե պարզա որ Ադրբեջանը այդպես անվանում է, դրան չեմ ուզում հղում անել, բայց մենակ Փաշինյանը տողերի արանքում կարդացել է, որ սա միջանցքային տրամաբանություն չի։ Հասկանում եք, շատ ցավալի է, որ այն ինչ մենք ասել էինք, մասնավորապես հանրապետականի հայտարարության մեջ գրված էր ստորագրումից օրեր անց,
մենք բոլորս ուշադրություն ենք դարձնում միայն այն ժամանակ, երբ դա ասում է այս կամ այն արտաքին դերակատար։ Ռուսաստանից եւս հայտարարություն է հնչել, որ իրենք եւս ներկայություն են ուզում ունենալ թրիփում, հնարավոր է հավասարակշռել եւ այնպիսի որոշում կայացնել, որ իսկապես բոլոր կողմերին բավարարի, ինչի մասին իշխանությունը խոսում է։ Գոյություն ուներ երաշխավորների ինստիտուտ հասկացությունը։ Դրա համար գոյություն ուներ Մինսկի խումբը, որը միջազգայինորեն ճանաչված ձևաչափ էր, որում ներկայացված էին կարևորագույն բոլոր դերակատարները, ընդ որում Հայաստանի համար նպաստավոր կազմով։ Արցախին էր վերաբերում, Հայաստանի հետ կապված Մինսկի խումբը չէր կարող որոշում կայացնել։ Այդ ամեն ինչը դադարեցվեց, վերացվեց։ Մինսկի խումբը Արցախի համար չէր ստեղծված էր արցախյան հակամարտության կարգավորման համար եւ նույն տրամաբանությամբ կարող է շարունակել։ Դե հիմա այն աշխարհաքաղաքական բորշը, որը իրենք էփել են, ամենաահավորը այն է, որ էփել են իրենք, իսկ ուտելու ենք բոլորս։ Ու վստահեցնում եմ ձեզ, դա համեղ կերակուր չի լինելու։ 70 կին 10 անչափահաս տղաներ այս պահին պատիժն են կրում Աբովյան քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է կանանց գաղութ անունով։ 4 մասնաշենք ունի քրեակատարողական հիմնարկը, որտեղ վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են։ Լրատվամիջոցների համար կազմակերպված շրջայցն ուղեկցել է քրեակատարողական ծառայության պետը։ Ինչ պայմաններում են ապրում կանայք, կյանքը ճաղերից այն կողմ, առաջարկվող տեսանյութում։ 70 կին եւ 10 անչափահաս տղաներ այս պահին իրենց պատիժն են կրում Աբովյան քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է կանանց գաղութ անունով։ 4 մասնաշենք ունի քրեակատարողական հիմնարկը, որտեղ վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են։ Լրատվամիջոցների համար կազմակերպված շրջայցն ուղեկցում էր ՔԿՀ պետը։ Ծովինար Թադևոսյանի խոսքով փորձել են պայմանները բարելավել, որ անազատության մեջ գտնվող կանայք ու անչափահաս տղաները զբաղվածության խնդիր չունենան։ Դասասենյակներից մինչև կար ու ձևի սենյակներ, բոլորը կահավորված են։ Մենք ունենք երկու տեսակի աշխատանքներ՝ վճարովի եւ անվճար։ Վճարովի աշխատանքները սովորական 8 ժամյա են, իսկ անվճար աշխատանքները օրական 2 ժամից ոչ ավել։ Իսկ այդ աշխատավարձը իրանց դրամադրվում։ Այո, աշխատավարձը գրանցված, դրամադրվում է իրենք բոլորը այստեղ հաշիվներ ունեն, փոխանցվում է այդ հաշիվներին եւ իրենց նախընտրածի պես եւ չափով օգտագործում են։ Իսկ սա արդեն գրադարանն է։ Աբովյան քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանն ասաց, հարուստ գրականություն ունեն։ Դատապարտյալների մեջ կան անձիկ, ովքեր ընթերցանությամբ են զբաղվում, մեկ-մեկ էլ գրում են, բայց իրենց համար։ Հայտնի գրողների գրքերի կողքին, բայց չկար Փաշինյանի հեղինակած երկրի հակառակ կողմը, այն ամենայն հավանականությամբ կին դատապարտյալներին հետաքրքիր չի։ Եթե մասնագիտություն ունեն, ուզում են նաև իրենց համար մասնագիտական գրականություն, իսկ գեղարվեստականը ինչ որ առաջարկվում է, ինչ որ ունենք, ըստ իրենց ճաշակի նախընտրելիության։ Ճիշտ ասած, ես ինձ հստակ չգիտեմ, ով ինչ չունենք երևի կամ կարող ունենք, ես տեղեկացված չեմ։ Կանանց գաղութում միջանձնային հարաբերությունները նորմալ են, բայց արտարոց դեպքեր եւս արձանագրվում են։ Ինքնավնասման փորձեր անողներ կան։ Նրանց հետ հոգեբաններ են աշխատում, հատուկ ուշադրության կենտրոնում են։ Հատուկ ուշադրության կենտրոնում են նաեւ անչափահասները։ Այստեղ պատիժը կրող 10 անձած մեջ անչափահաս աղջիկներ չկան։ Չկա նաև զոն նայող, վստահեցնում է Տիկին Մարտիրոսյանը։ Կանանց գաղութը նայող չունի։ Ընդհանրապես այդ նայող հասկացողությունը ես չգիտեմ։ Մասնաշենքում գտնվող դատապարտյալները օրը 2 անգամ ունեն մինչև 20 րոպե զանգի իրավունք։ Օգտվում են նաև տեսակապից, ամիսը 1-2 անգամ օգտվում են նաև տեսակապից, բայց կարող են նաև իրենց տեսակցությունները փոխարինել տեսակապով ու խոսել, եթե ասենք հարազատները երկրում չեն, իրենք օտար երկրացի են, նայած էլի, ով ոնց։ Ունենք 1-2 անձ, այս վերջերս որ սուիցիդալ մտքեր ունեցել են կամ բարբերաբար կրկնվում են իրենց մոտ այդ մտքերը, իրենց հետ ենք շատ ավելի հաճախակի ուշադրություն դարձնում, հաճախակի աշխատանքներ վարում։ Մի հատ ինքնավնասման փորձեր ունենք, այս վերջի էս մի 10 օրը 2 անձի կողմից ունենք ինքնավնասման փորձ։ Ինչ է պատճառը, նու հիմա ավելի չէ, էլի շեշտը դնում ենք միջանձնային փոխհարաբերությունների վրա,
հիմնականը դա է։ Ամենատարբեր հանցագործությունների համար են կալանավորված կանայք՝ խարդախություն, գողություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն եւ անգամ սպանություն։ Կրկնակի դատապարտվածներ էլ կան։ Տեսախցիկի առաջ շատերը չեն ցանկանում խոսել, բավարարվում են միայն բանավոր մեկ նախադասություն փոխանցելով։ Փոշմանել են կատարվածի համար եւ ազատություն են ցանկանում։ Այնպես ինչպես խարդախության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված այս կինը 5-րդ ամիսն է կալանավայրում է, ցանկությունը մեկն է՝ ազատ արձակվել, որ տուն գնա, այնտեղ երեխաներն ու թոռնիկներն են սպասում, մեկին ընդհանրապես չի տեսել, նոր է լույս աշխարհ եկել։ 14 տարեկան մեկն է, մի տարեկան մյուսն է, որին դեռ չեմ տեսել։ Եվ ամեն դեպքում ամանոր է շուտով ինչ կմախվեք կանանց, ովքեր հնարավոր է հայտնվել նման իրավիճակներում։ Հնարավորինս խուսափեն հայտնվելու դեպքում համբերություն։ Գրեթե չէ։ Եվ ամանորին ինչ կմախվեք։ Ազատություն, բոլորին ազատություն։ Մինչև 3 տարեկան երեխաներին թույլատրվում է պատիժը կրող մոր հետ մնալ բանտախցում։ Այդպիսի 2 կին դատապարտյալ կա։ Ընդհանուր առմամբ Աբովյան քրեակատարողական հիմնարկի 2 մասնաշենքերից մեկում պատիժը կրող կանանց մի մասը համեմատաբար բաց ռեժիմով է պատիժը կրում, մյուսներն այս խցերում են։ Այս դռներն օրվա մեջ 1 անգամ են բացվում, 1 ժամով։ Դուրս են գալիս զբոսնում, ապա նորից բանտախուց։ Յուրաքանչյուր դատապարտյալի 4 քառակուսի մետր տարածքի հատկացված։ Սենյակները հիմնականում 3 հոգու համար են նախատեսված, որտեղ կանայք անցկացնում են ամբողջ օրը, այդ թվում եւ սնվում։ Քրեակատարողական հիմնարկում կա տեսակապի հնարավորություն, ամիսը 2 անգամ դատապարտյալները կարող են այստեղից կապ հաստատել հարազատների հետ։ Առկա է նաև երկարաժամկետ տեսակցությունների սենյակ, որը եւս վերանորոգվել է։ Մինչև 3 օր մերձավոր հարազատը կարող է տեսակցել եւ մնալ պատիժը կրող հարազատի հետ։ Տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, ինչպես անձամբ դատապարտյալների, այնպես էլ դրսից եկող հյուրերի կողմից։ Ու չնայած պայմանները տարեստարի այստեղ բարելավում են, միևնույն է, ներսում ճաղերից այն կողմ գտնվող կանանցից յուրաքանչյուրի մեծագույն նպատակը օր առաջ ազատ արձակվելն է։ Շատերը դրա համար ջանք չեն խնայում ու ամեն օր իրենց կողքին դրված աստվածաշունչն են կարդում։ Եվ այսպես ազգային ժողովում այսօր թեժ է եղել նիստի ընթացքում ընդդիմությունն ու իշխանությունը դարձյալ միմյանց են մեղադրել։ Խորհրդարանի նախագահն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ, իսկ այժմ պատգամավոր Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանի օգնականի քննադատությանը, որը գործող իշխանությանը մեղադրել էր կոռուպցիայի եւ տոնածառի ամանորյա խաղալիքները չափազանց բարձր գնով գնելու համար։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ էթիկայի կանոնագիր կընդունել են, բայց պատասխանն օրենքի սահմանում ստանալու են։ Այսօրվա խորհրդարանի նիստին հետևել են նաև դպրոցականները։ Սիրելի երեխաներ, ես ուզում եմ շատ կարճ ձեզ ծանոթացնեմ օրինակ 2 պատգամավորի հետ, որոնք այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում են։ Օրինակ մեկը Հակոբ Արշակյանն է, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, բացառիկ չկոռումպացված եւ լավ անձնավորություն է, եւ երկրորդ անձնավորությունը ուզում եմ ծանոթացնեմ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել։ Օրինակ քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից եւ մեկնաբանել է լափել միջև վերջ Ալեն։ Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանը իր օգնականին վերցնի ու գնա իրանց տուն, որպեսզի իր օգնականը տենա լափելը որն ալնում։ Տանի դատարան, որտեղ 2 միլիարդ դրամի պետությունը միայն փողապահանջում, կարա տանի Սերժ Սարգսյանից տուն, կամ Սերժ Սարգսյանի փեսու տուն, կամ այն մյուս փեսու տուն, կամ աղբոր տուն, որ այդ օգնականը իմանա լափելը որն է։ Ուրեմն ուշադիր բոլորին է վերաբերվում, այս բացակայող Հայաստան դաշինքին, պուին, այն ավել պակաս խոսացող Facebook-յան չգիտեմ, ակտիվիստներին, դերասաններին, կապիկներին, փող վեկալող մարդկանց, այո, մենք ընդունել ենք էթիկայի
կանոնագիրք, բայց հանկարծ չսխալվեք։ Բոլորդ ձեր պատասխանը օրենքի սահմանում ստանալու եք։ Հանկարծ չսխալվեք։ Մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք։ Ես բոլորի անունից ինձ թույլ եմ տալիս իմ գործընկերների անունից ասեմ, կրկնում եմ, նախընտրական process-ը սկսվում, հանկարծ չսխալվեք։ Իշխող ուժից Հայկ Սարգսյանը հերքում է, թե ինքը կամ եղբայրը Երևանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեն, եւ որ նաեւ դա է պատճառներից մեկը, որ ԿՊ վարչությունն իրեն չի ընդգրկել ցուցակում։ Հայկ Սարգսյանն ասել է, որ քաղաքացիական պայմանագիրն իշխանության գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է ազգային ժողովի հերթական ընտրություններին։ 2021-ին ընտրությունները եղել են արտահերթ եւ ԿՊ-ում հապճեպ վարչությունը կազմել է ցուցակ։ Այսինքն վարչությունն է որոշել, թե ով պետք է լինի ցուցակում եւ ով որ համար պետք է լինի։ Կարճ քննարկման արդյունքում իրեն տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իր առաջադրումը։ Այս պահին երկու ճանապարհ ունի։ Վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Հիմա այս պահին, կներեք, այս պահին ես ունեմ երկու հրապարակին հեսա կանդադառնամ ձեզ, չէ, ոչ միայն այս պատվերին, ես բոլոր պատվերներին կանդադառնամ, ես հիմա չեմ ուզում բանավեճի մտնեմ, ձեզ կանդադառնամ։ Հիմա ուրեմն ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները, քանի որ մեր կուսակցության կանոնադրությամբ բոլորդ գիտեք, որ կուսակցության անդամը իրավունք ունի բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, ես բողոքարկելու եմ վարչության որոշումը, ոչ, խնդրում եմ մի ընդհատեք, դա ընդհակառակը սա անում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իմ գաղափարագից ընկեր Նիկոլ Փաշինյանի նաեւ համար, կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ ցանկանում արտահայտվել, որովհետեւ ես դեռևս 2006 թվականից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ տարբեր ակցիաների մասնակցել եմ սկսած 2006 թվականից, երբ 14 տարեկան էի, 2007 թվականի իմպիչմենտի դաշինքի բոլոր երթերին եւ հանրահավաքներին եմ մասնակցել, հետո միասին մեր պայքարը շարունակել ենք 2008 թվականին արդեն Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն է անդրադարձել 2026-ի ընտրություններին ԿՊ ցուցակում ընդգրկվելու հարցին։ Շատ մանրամասներ չի հայտնել, բայց նշել է, որ իրեն կանչել են վարչություն, իր մասով որոշում կայացվել է։ Իրեն այդ մասին տեղեկացրել են, բայց ինքը չի ուզում այդ մասին ասել։ Եթե պետք լինի, վարչությունն ինքը կհայտարարի դրա մասին։ Իրեն ոչ ոք չի մերժել։ Պատգամավորն անդրադարձել է նաև շրջանառվող տեղեկություններին, թե Սյունիքում 200 դպրոց է փակվում։ Նշել, որ ինքը տեղյակ է, որ որոշ դպրոցներ վերամիավորվում են։ Սյունիքում 200 դպրոցի փակման, որտեղից դες նման ինֆորմացիա։ Մամուլում է այդ մասին։ Դե մամուլում եւ Սիսիանում որոշ դպրոցներ։ Սխալ է մամուլում գրված ինֆորմացիան։ Իսկ քանի դպրոց է փակվելու։ Ես տեղյակ չեմ, քանի դպրոց է փակվելու, ես տեղյակ եմ, թե որ որոշ դպրոցներ վերամիավորվում են մեկ դպրոցի շուրջ, օրինակ այն դեպքերում, երբ որ օրինակ դպրոցներից մի քանիսում, օրինակ, չգիտեմ, 4-5 աշակերտ է լինում եւ քանի որ նպատակահարմար չի, օրինակ 4-5 երեխայի համար դպրոց կառուցել, մենք կառուցում ենք դպրոց, միջազգային ոչ թե վերանորոգում կամ նորոգում, եմ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մենք կառուցում ենք զրույց միջազգային ստանդարտներով դպրոցներ, որոնց պայմանագրային գները որոշ դեպքերում 4-5 միլիարդ դոլարի համարժեք դրամ է լինում եւ բնականաբար բոլոր այդ հարակից գյուղերի աշակերտներին տեղափոխելու ենք այդ դպրոցներ։ Բայց ինչպես է տեղափոխումը կազմակերպվում, որտեղ օրինակ կան ծնողներ, որ ասում են, որ մի համայնքից մյուսը գնալը հատկապես օրինակ եղանակային պայմաններում ծննդանը։ Այդ նույն եղանակային, այդ նույն ամեն ինչ կա, այդ նույն եղանակային, լսեք, այդ նույն եղանակային պայմանների բարագայում նաև օրինակ մեր դպրոցի դասատուները շատ մեծ խանդավառությամբ քաղաքից գնում են եւ դպրոցում հարցազրույց են, ներողություն, դասավանդում են, այսինքն տեղափոխության հարցը պետությունը վերցրել է իր վրա։ Ինչու՞մն է խնդիրը, ես չեմ հասկանում։ Իսկ ինչից է ենթադրում, որ 300 դպրոց, 500 դպրոց, 300 Տեսեք, 18 թվականից հետո Սյունիքի մարզում կառուցվում է ոչ թե վերանորոգվում է, այլ կառուցվում է մոտավորապես
եթե չսխալվեմ, մի քանի տասնյակ միլիարդի դպրոցներ եւ փակվելու մասին, որը ելի եմ ասում, ոչ մի նախկին իշխանության ժամանակ նման ծավալի աշխատանք չի կատարվել։ Շարունակենք ԶԼՄ-ներով առերևույթ հանցանքի մասին հրապարակված նյութը հիմք է քննիչների համար քրեական վարույթ նախաձեռնելու Տիգրան Ավինյանի դեմ։ Այս մասին գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է բլոգեր Արթուր Չախոյանը, հավելելով, որ ինքը փաստեր կներկայացնի, ոչ թե պարզապես հայտարարություններ է անելու։ Չախոյանն ասել է, որ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փողի գողը գող է, հողի գողը գող չէ։ Ինքը հրապարակային հայտարարում է Տիգրան Ավինյանը հողի գող է։ Մոտ 2 ամիս առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերում է Նորոնք վարչական շրջանի Բաղյան փողոցի 2 դրոպինգ հասցեում իրականացված ապօրինի շինարարության եւ համայնքային հողազարդման դեպքին, որի առթիվ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը զրպարտության համար ինձ դատի է պատրաստում տալ, ու ճակետավոր ասած, իրանք հաստատել են, որ նման դեպք կա ապօրինություն։ Հիմա ես խեմ այս կարգով ներկա ազատության լրատվական միջոցին նյութը կազմելու ժամանակ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը պատրաստում է ինձ զրպարտության համար դատի տալ։ Հիմա հարգելի քաղաքացիներ, ուզում եմ հերթով հստակ փաստերով ներկայացնեմ, որ Տիգրան Ավինյանը, ինչպես նա է հայտարարել, որ փողի գողը գող է, հողի գողը գող չի, հրապարակային հայտարարում եմ Տիգրան Ավինյանի հայտարարության համաձայն եւ իր անգործությունների համաձայն Տիգրան Ավինյանը հողի գող է։ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւս 3 ամիս կմնա կալանքի տակ։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար միջնորդություններ էին ներկայացրել ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Մհեր Մելքոնյանը, նաեւ դերասան Լևոն Հարությունյանը։ Պաշտպաններն առաջարկել էին Ղուկասյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ կամ դրանց համակցությունը, որով հնարավոր է ամբողջությամբ ապահովել Ղուկասյանի իրավաչափ վարքագիծը եւ կանխել բոլոր դրսեւորման ռիսկերը։ Դատախազի խոսքով բարձր է ռիսկը, որ Վարդան Ղուկասյանն ազատության մեջ մնալու դեպքում կկատարի նոր հանցանք, ինչպես նաև հաշվի առնելով զբաղեցրած բարձր պաշտոններն ու ունեցած դիրքը, հեղինակությունը կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկանների եւ գործով անցնող այլ անձանց վրա։ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատական քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատարանի երեկվա նիստի ընթացքում կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի եւ ճարերի փուլի մեկնարկի դեմ։ Բացի այդ, Վարդանյանի նշանակված փաստաբանը ներկայացրել է 2 միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնել, թե ինչ միջնորդություններ են ներկայացվել։ Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Ծափաթաղում 3-ամյա փոքրիկի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության, պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով։ Եվ այսպես նախ Մայրաթոր, որտեղ այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված, կան նաև ոստիկանական ուժեր, այնտեղ է նաև ոստիկանապետը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հոգևորականների ուղեկցությամբ Վեհարանից եկել է Մայր տաճար։ Հիշեցնեմ, ավելի վաղ Առաքելական Սուրբ եկեղեցու 10 եպիսկոպոսներ կոչ էին արել ժամը 17-ին գնալ ու միանալ իրենց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հանգստի կոչելու արդար պահանջով, որն իրենց խոսքով այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը եւս կալանավորված է, հայտարարություն է տարածել Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Միասնական ժամերգությունը եւ աղոթքը անազատության մեջ հոգեվոր հայրերի համար է։ Հայտարարության մեջ ամեն ինչ ասված է։ Ոչ մեկի հետ չենք խոսել, ասեցինք, որովհետեւ մեկի հետ չենք կապ չենք հաստատել ու չեմ էլ ուզում հաստատել։ Իսկ իրենք փորձել են վերապարետել։ Չեմ կարող ասել։ Իսկ դարձի բերելու համար գոնե չեք ուզում կապ հաստատել իրենց հետ, խոսել։ Բազմաթիվ անգամներ հրավերներ եղավ իրենց։ Մեր հորդորը, մեր խնդրանքը, մեր պահանջը բոլոր մեր հայրենագիստերին, որպեսզի ինչ գործողություն որ անում են լինի օրենքի շրջանակում, չտրվեն որևիցե սադրանքի
մասնակցենք պատարագին, մենք մեր աղոթքը կանենք Հայաստանի Հանրապետության համար, հայ ժողովրդի միասնականության համար ու ըստ այդմ դրանից հետո առանց որևէ խնդիրների հասնենք ամեն մեկս մեր տուն։ Անգուցալուծումը ովքեր ցանկանում են եկեղեցական գործով զբաղվել, իրենց ցանկությունները չի իրականանալու։ Ձեր աջակիցների հետ եք այստեղ եկել։ Այդ վաղաշապացիների, ընկերների, բոլոր ընկերներով, հարազատներով, ոչ բոլորը բնականաբար, բայց մեծ մասը նաև իմ ընկերական շրջապատը, անձնական, բարեկամական, հարազատական բոլորն էլ այստեղ են։ Եվ շատ մարդիկ։ Դուք Էջմիածնից եք եւ ըստ էության տիրապետում եք ընդհանուր պատկերին։ Ձեր կարծիքով, եթե վեհափառ հայրապետին կալանավորելու որոշմամբ իրավապահները գան մայրաթոռ, ժողովուրդը դիմադրություն ցույց կտա։ Կարծում եմ, այո, ժողովուրդը դիմադրություն ցույց կտա, բայց ոստիկանական այս մեծ ուժերի դեմ ինչ տեղի կունենա, չեմ կարող։ Իսկ կգնան։ Չեմ կարող ասել, որ ես այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասում եմ, բայց ենթադրենք, թե կալանավորեցին։ Ինչ որտեղ վեհափառը, այնտեղ վեհարանը, վեհափառը շարունակելու մնալ որպես ամենայն հայոց կաթողիկոս, ինչ խնդիր են փորձելու դրանով լուծել։ Ժողովրդին տեսնելով, տեսնում ենք մեր բարեպաշտ հավատացյալ ժողովուրդը, նաև ուխտապահ եկեղեցականությունը համախմբվում են Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի եւ վեհափառ հայրապետի կողքին։ Իսկ իրադավ ուխտադրուժ եպիսկոպոսները իրենք նախկինում էլ իրենց շուտ մարդիկ չեն ունեցել եւ այսօր էլ չեն կարող երբևիցե մարդկանց քանակ ապահովել։ Իրենց մաքսիմում քանակը, որ երբևիցե կարող էին հավաքմբեին, դա Օհանավանում հավաքած մարդկանց քանակներ, որին հավաքվողներին տեսել ենք, գիտենք նաև ինչ վարչական ռեսուրսներով էին իրենց հավաքել եւ այսօր էլ չեն կարող այդ տիրադավ եպիսկոպոսների շուրջ մարդիկ համախմբվել։ Շատ կարևոր է մեր հանրության համար, որ պարզ լինի, պատկերացրեք ինչքան մենք ամուր սրբազաններ ունենք, ինչքան մաքուր կյանքով ապրող սրբազաններ ունենք, որ անգամ այս կոմպրոմատների դարաշրջանում ոչ մի կոմպրոմատ չաշխատեց, ոչ Միքայել սրբազանի դեմ, ոչ մի բան չկարողացան մեր սրբազանների դեմ գտնեին։ Դա ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան շատ խորքային հավատքով մարդիկ, ովքեր պաշտպանում են բոլոր կանոնական կարգերը։ Նկարը Սամվել Կարապետյանի, ինչպես նաև հայ եկեղեցու մյուս բարերարների կախված է վեհարանում, քանի որ վեհարանը հոգևոր, ինչպես Ալեքսանյանը Ալիկը ներկայացրել է, դա կաթողիկոսի աշխատանքի վայրն է։ Վեհարանում, որտեղ որ տարբեր պատմական թանգարանում, վեհարանի թանգարանում ու իմ հիշելով կա նաև Ալեք Մանուկյանի նկարը, կան նաև այլ հայ բարեգործների նկարները վեհարանում, որը հայ եկեղեցու, ինչքան մենք գիտենք նաև կաթոլիկ եկեղեցու ավանդույթների մեջ է։ Դա է պատճառը, ճանաչելով Սամվել Կարապետյանին, ես կարող եմ ասել, որ նա երբեք չի բարձրաձայնել այն բաները, որ ինքը արել է եւ երբեք կողմ չի եղել, բայց դա մեր հոգեվոր դասի երևի քայլն էր ի պատիվ իրենց։ Մշտապես ասել ենք, որ կաթողիկոս ամենայն հայոց հայրապետը մինչև իր կյանքի վախճանը մնալու է իբրև ամենայն հայոց կաթողիկոս։ Սակայն իշխանությունը չի կրկում, չի զիջում, շարունակում է պահանջել 10 եպիսկոպոսներ են նստել Փաշինյանի ձեռքը, հետևաբար նրա պահանջին են միացել իշխանության պահանջին։ Ես նորից Ես նորից կրկնում եմ, պնդում եմ ամենայն հայոց կաթողիկոս իր գահին նստելու է մինչև իր կյանքի վախճանը եւ օրհնելու է բոլորիս։ Եվ այսօր էլ մենք մեր աղոթքն անելու ենք ամբողջ այստեղ հայեր են հավաքված, քրիստոնյաներ եւ Աստված բոլորին օրհնի, միասին մեր հոր գլխավորությամբ աղոթք ենք անելու եւ ինչպես արդեն ասացի, գնալու ենք մեր տուն։ Եպիսկոպոսների գործողությունները վարչապետը չի ուղղորդում, բայց ողջունում է, իսկ հավաքի ընթացքում որևէ բախում բացառում։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ընդունել կաթողիկոսին մի օրակարգով, իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով։ Փաշինյանն է հայտարարել անդրադառնալով հարցին, թե Վազգեն arczepiskopos Միրզա Խանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել կտրիչ Ներսիսյանին։ Մեկ այլ հարցի 10 եպիսկոպոսները, որոնք բարձրաձայնել են եկեղեցում առկա խնդիրները միանալով վարչապետի պահանջին, արդյոք ավելի ամբից են, Փաշինյանը պատասխանել է։ Նրանք չեն միացել իր պահանջին, այլ իրենց օրակարգն են ձևավորել, որը մեծ ընդհանրություն ունի այն օրակարգի հետ, որն առաջարկել է հենց ինքը։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին
պետք է պաշտպանել կտրիչ Ներսիսյանից եւ մայրաթորը զավթած մյուս աղանդավորների խմբից։ Ես արդեն իմ դիրքորոշումը ասել եմ, որ կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են եւ եղծում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը։ Հաջորդը 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Ես այս պահին նման անհրաժեշտություն եւ որոշում չեմ տեսնում եւ ուզում եմ ասել նաեւ մի բանի վրա հրավիրել ձեր ուշադրությունը։ 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն Էջմիածնի վանական համալիրը իրենցն է եւ իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են։ Եվ հետեւաբար նրանց կողմից հնչեցված հրավերը հավաքվելու մայրաթոռում բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա ըստ էության իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է եւ իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին, եւ նրանք նաեւ թեմակալ առաջնորդներ են, իրենց թեմի հավատացյալներին, թեմերի հավատացյալներին հրավիրել։ Միջայլոց խոսքը գնում է խոսքը արարատյան թեմի առաջնորդի մասին է, Արմավիրի թեմի առաջնորդի մասին է, արարատյան Մասյացոտն թեմի առաջնորդի մասին է, այսինքն իրենք ըստ էության գործում են իրենց թեմում։ Շարունակենք, Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է դեպի Հայաստան։ Ավելի վաղ ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության օրակարգին համապատասխան սկսվել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանումը։ Համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում երկու երկրների փոխվարչապետների հանդիպման ժամանակ։ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու հետ, հայտնել, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Ելույթում նա մտադիր է ընդգծել հետևյալը մեջբերում է. Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց եւ մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին եւ հետեւաբար չի կարող համարվել դատաքննություն դրա իրավական իմաստով։ Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար եւ կամավոր լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Վարդանյանը խնդրել է նաեւ հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր։ Պետք չէ վախենալ մահից կամ փորձել հաղթել նրան։ Մահը սարսափելի չէ, սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ աստիճանաբար ասես ճառագայթում թափանցում է մեր մեջ եւ ներսից քայքայում։ Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել եւ մինչեւ կյանքի վերջ ճանաչել աշխարհը։ Կարևորը սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է։ Զգույշ եղեք խոսքի նկատմամբ։ Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաեւ զարգացման, աջակցության ու ստեղծարարության հզոր խթան դառնալ։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան, մեջբերման ավարտ։ Եվ այսպես Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը։ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ։ Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետների հանդիպմանը ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։ Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաեւ երկու երկրների փոխվստահության ամրապնդման եւ խաղաղության օրակարգի առաջ մղման համատեքստում։
Ստորագրվել է 2026-ից 2030 թվականների Հայաստան ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը վճռական է շարունակելու նշված բոլոր ուղղություններով բարեփոխումները եւ ուրախ է այդ ճանապարհն անցնել Հայաստանի զարգացման գործընկերների հետ։ ՄԱԿ-ի մշտական համակարգողն էլ ասել է, որ այսօր կայացվող որոշումները ձևավորելու են երկրի զարգացման ուղին առաջիկա տասնամյակների համար։ Մեր ընդհանուր նպատակն է ծառայել Հայաստանի ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր առավել խոցելի են։ 2026 թվականը լինելու է մարդակենտրոն տարի, որը կնշանավորվի այնպիսի զարգացումներով, որոնք կարևորում են վստահությունը, ներառականություն ու սոցիալական համախմբվածությունը, նշել է Ֆրանսուազ Ժակոբը։ Շարունակենք երեկ երեկոյան Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Տեր Վրդանեսը բժշկական կենտրոն էր տեղափոխվել սրտամկանի սուր ինֆարկտ կարդիոգեն շոկ ախտորոշմամբ։ Կատարվել են կորոնարոգրաֆիա, ինտենսիվ թերապիայի միջոցառումներ, որից հետո սիրտը ստենտավորվել է։ Բուժկենտրոնից հայտնել են, որ այս պահին Տեր Վրդանեսն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, վիճակը կայուն բավարար է։ Հիշեցնեմ, Տեր Վրդանեսին բուժկենտրոն են տեղափոխել շտապօգնության մեքենայով, վիճակը եղել է ծայրահեղ ծանր։ Երրորդ նախագահի գործով դատական նիստը շարունակվել է։ Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն արձագանքել է Մայրաթորում 3 տեղի ունեցածին, այն որակել հայրենադավություն։ Սարգսյանը խոսել է նաև ընդդիմության միավորման կոչերի մասին։ Մի քանի անգամ խորհուրդ եմ տալիս, տվել, հիմա էլ խորհուրդ եմ տալիս առանձնապես պես լուրջ չվերաբերվել իշխանությունների, կառավարիչների կողմից արած հայտարարությունների։ Հիշում եք 10 միլիոն ծառի պատմությունը, 44 օր հաղթում ենք եւ այլն, այդպիսի 10, 15, 20, 30 օրինակ կարող եմ բերել։ Հիմա ինչ եք ուզում, որ ես ասեմ։ Դիվերսիֆիկացիա է, թե ոչ սա։ Դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն, հա։ Թող փորձեն։ Թող փորձենք տեսնենք երևի։ Կասկածում եք, այսինքն, եթե ավարտը լավ կլինի, թե ոչ։ Ես տեղյակ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, ոչ միայն հայտարարությանը, այլ Իշխան Սաղաթելյանը եկել հանդիպել ենք եւ բոլոր այդ դրույթները, որ նաեւ Իշխան Սաղաթելյան շարադրել է գրավոր, Ես վաղուց ծանոթ եմ, մենք վաղուց դրա մասին խոսում ենք, այստեղ կարևորը հայտարարություն անելը չի, կարևորը նա է, որպեսզի բոլորը գիտակցեն եւ տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես հանրապետականին։ Չէ, եթե առավոտը Սիրիկուն պետք է մեզ քննադատեն, մենք գնանք այդ մարդկանց հետ ինչ ասենք, Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական բարույթի նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ փաստական տվյալներ կան, որ Տիգրանի հայրը վրեժի շարժառիթով հոկտեմբերի 27-ին անօգնական վիճակում անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդը սեղմելով սպանել է նրան։ Ապա մարմինը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող Խաչմերուկին հարակից հատված, որտեղ նոյեմբերի 2-ին որոնուղափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է։ Ըստ դատաբժշկական եզրակացության 3-ամյա երեխան շնչահեղձ է եղել։ Հոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Շարունակենք էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր կա։ Էկոնոմիկայի նախարարն է Facebook-յան էջում տեսանյութ հրապարակել գիծ գրառմամբ։ Սիրելի հայրենակիցներ, էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի համար, այսինքն այս տարվա քվոտայի համար, այսպիսի մի լավ լուր ունենք։ Հիշում եք, որ այս տարվա քվոտան ավարտվեց դեռևս մարտ-ապրիլ ամիսներին, 5000 քվոտա կար ֆիզանձանց եւ իրավաբանական անձանց համար եւ 3000 դիլերների եւ դիլերները ըստ երևույթին չեն կարողանա օգտվել իրենց քվոտայից մի քանի 100 հատի չափով եւ ինչպիսի որոշում ենք մենք կայացրել այն քանակը, որը կմնա դիլերների քվոտայից, դա մենք կվերաբաշխենք ուրեմն ֆիզիկական անձանց եւ իրավաբանական անձանց միջև, որոնք որ 5000 քվոտայից հետո ստիպված են եղել վճարել մաքսատուրք։
Ենթադրենք օրինակ մնաց 351 մեքենայի քվոտա, ապա այդ պարագայում մենք այնտեղ ունենք այդ հերթականությունը, ապա 5001-րդ, 5002-րդ մինչև 5351-րդ մեքենան, որը մաքսազերծվել է եւ դրա համար մաքսատուրք է վճարվել, այդ մեքենաների մաքսատուրքը կվերադարձվի այն անձանց, ովքեր որ կատարել են մաքսատուրքի վճարումը, այսպիսի կարևոր լուր։ Խոշոր վթար է տեղի ունեցել Արարատի մարզում 3 երեկոյան ներքին Դվին գյուղի վարչական տարածքում վազ 2106 մակնիշի առանց համարանիշի մեքենան բախվել է ճանապարհին կայանված պազ մակնիշի ավտոբուսին։ Շամշյանի հաղորդմամբ վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է բուժկենտրոն։ Վիրավորներից մեկին մեքենայից դուրս են բերել փրկարարներն օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մեքենաների սեփականատերերի, վարորդների, վիրավորների ինքնությունը։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում 3 ժամը 22-ի սահմաններում 97 երթուղին սպասարկող Ժոնգտոնգ ավտոբուսի վարորդը մեքենան կայանել է ապա իջել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վարորդը սուրճ է գնել եւ այդ ժամանակ նկատել, որ ավտոբուսը հետընթաց շարժվում է կոտրելով գազախողովակներ ու հայտնվել է ձորակում։ Տեղում վարորդին շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել բուժկենտրոն։ Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների վարորդը նկատել է, որ ավտոբուսը հետընթաց է շարժվում, վազել է, փորձել նստել ավտոբուս, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել։ Գիշերը վարորդը հիվանդանոցից դուրս է գրվել։